Բալու ժողովուրդ ջան, ուրեմն առավոտից կարդում եմ նամակները ժողովրդից գրած, անհանգստացած, սենց ասեմ, որից մի 20-ը արդեն բացել եմ այն միտքն ա գրած, որ Ներսիկ Իսպիրյանը Ռուսաստանի Դաշնությունում համերգի ժամանակ քարոզ արշավա սկսել, որ Մասիսը մեզնից տանում են, տավարի ցավ, Մասիսը քոնը չի, եզի ծնունդ, կբերես է ժողովրդին կապացուցես, այ հոգնած, որ Մասիսը մերն ա, եթե դու չապացուցեցիր, որ մերն ա ու մենք հրաժարվում ենք, ուրեմն դու չընթրլո տիպ ես, ուրեմն դու գնա յուբկա հակի, այ օլուխ, ես ով եք դուք արա այ հոգնածներ, ես իշ կեղտ եք արա դուք, մաս երկիրը տալիս ա, տավար կեզ պտի տայինք, կեզ պտի մասանեինք ու տայինք, վարված եք, որ հզորանում ենք, լավ ենք անում, այլ լսնում ենք ձեր վրա, այ արմյաշկ եք, ու այդ լսարանը, որ նստած, համերգի ժամանակ լսել ա քեզ, մի հատ լավ քրվել ա քեզ, Իսպիրյան, ես այս նամակներից ընդամենը 20-ն եմ բացել, բայց ես 1000-ից ավել ընդեն նամակ ունեմ ինձ սպասող, դու հասկանում ես այդ դալիճը քո մասին ինչ ա մտածի, արա այ օլուխներ, Ռուսաստանի Դաշնությունում հայերը, որ նստած ոչ մի ձեն չեն հանում, ձեզ չեն հակաճառում, կամ Փաշինյանի, ասենք, չեն հելնում գովում, այդ չի նշանակում, որ ձեր նման հավ են, ձեր նման զոմբիա զավր են, ձեր նման տականք դավաճաններ են, ձեր նման կործանված մարդ արարածներ են, Ռուսաստանի Դաշնությունում մարդիկ քո նման ապուշ չեն, ու բոլորդ, այս արմյաշկեքդ, քտներիդ օղար եք, Ռուսաստանի Դաշնության հայերը գալու են ու ընտրեն Նիկոլ Փաշինյանին, ու դուք նենց պատրվածք եք ստանալու, որ ոչ մի խիրուրգ չի կարողանալու կարի, ու ես շատ ուրախ եմ ըլնելու, որ դուք այդ պատրվածքը ստանաք, ու ընդհանրապես ուրախ եմ, որ դուք այս պահին բոլորդ նորից կրկնում եք, որ դուք օլուխ-օլուխվիչներ եք, շատ լավ է, որ դուք նորից փաստում եք, թե դուք ով եք, մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր պետության և պետականության համար, շատ լավ է, Իսպիրյան գալու է ժամանակ, որ քո համերգներին ոչ մեկ չի թութելու քո ռոժին, սա ես իմ կարծիքն եմ ասում քո մասին, որ դու կործանված հայ ես, դու հայ չես, դու, չգիտեմ, հիվանդ ես, հիվանդ, մի մարդ, որ ասի Մասիսարը մեզնի հրաժարվում են, մեզնից գողանում են, Մասիսարը երբ է եղեք ունը, օլուխ խվիչ, մետ հիշես, ինձ էլ հիշեսնես, ես 21-րդ դարում եկել եք, ես շրին նման դուս եք տալիս, ես շեշ դուս եք տալի ու խոսում, մարդկանց էլ հավի ու անասունի տեղ ունեմ, արա ինչքան կարելի է, յախ ոնց եմ զզվում ձեզանից, զզվում եմ, բայց ամսի 7-ին, պատրաստվեք, ու ես ձեր բոլորի արած ես արտահայտությունները, ես դաշնակազավր արտահայտությունները, շատ վիրավորական են, որովհետև դուք այս ձեր պահվածքով, դուք վիրավորում եք մեզ, դուք այդ ինչ աստիճանի անասունի տեղ եք դրել բոլորիս, մեր ազգին, մեր ժողովրդին, այս է ցավալին, դուք շատ անգրագետ ու տգետներ եք, նման արտահայտություններ անողներ եք, ու մտածում եք հայ ժողովուրդն էլ այդ տեսակը, մտածում եք, որ այս պետության ժողովուրդը լրի քյալ են թափած է, էլի ասենք, ոչ պատմություն գիտի, ոչ օրենք գիտի, ոչ միջազգային օրենք գիտի, հա? Իսպիրյան, պատերազմի ժամանակ որտեղ էիր, կարելի է մի հատ իմանալ։ Այդ ժողովրդին, որ կոչ եք անում, սենց անեն, նենց անեն, այդ կոչ անողներդ, հավաքվեք ձեր տնեցիքով, ձեր բալեկով, ձեր տատիներով ու պապիներով, եկեք Հայաստան, մենք ձեզ զենքը տալիս ենք գնացեք ստանալեք, սահմանին, Մասիսը հետ բերելով եղավ, այսինքն այս շեշ դուրս տալով, դուք ընդամենը ձեր պատիվն ու անունն եք գցում, ու յուրաքանչյուր երգիչ կլինի, քանդակագործ կլինի, բանաստեղծ կլինի, ինչ-որ արտիստ կլինի, կլոուն կլինի իր մասնագիտությունով, չեմ անում, ով ուզում ա լինի, ինչքան գա սենց էշ դուս տա, այնքան ցույց ա տալիս, որ այս ժողովրդին անասունի տեղ ա դրել, ու այդ ժողովուրդը դրանից հետո ձեզ չի հարգելու, ձեզ չի լսելու, ձեր համերգներին, ձեր ելույթներին չի գալու, ձեր շանտեղ չի դնելու, գիտեք ինչու, որովհետև այս արտահայտությունների տակ մենակ մի բան կա, դրոշ կորցնել ու հայի արում թափել, աննասուններ, ու ընդհանրապես, մի հատ եկեք Հայաստան, այդքան Հայաստանի համար դոշ տվողներ, ու գնացեք 25 օրով ծառայեք, ձեր պարտքը տվեք Հայաստանի Հանրապետությանը, այդքան Հայաստան սիրողներդ, այդքան Մասիսար գզողներդ, կգաք կգնաք սահմանին կկանգնեք 25 օր, մեր տղերքի հետ հավասար, կպաշտպանեք այս երկիրը, այդ ժամանակ դուք իրավունք կունենաք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անունը տալու, հասկացաք,
Մնացած դեպքերում մաքրվեք, դուք ոչ մեկ եք։ Այսքանը։